Այսօր պատմելու եմ լիմոնի մասին։ Ցիտրուսները խոնավասեր եւ ստվերադիմացկուն բույսեր են։ Ամռանը բույսերը հարմար է դնել պատշգամբում կամ պարտեզում։ Ցիտրուսները տանել չեն կարողանում քլորը, որից առաջանում է խլորիզ։ Դա արտահայտվում է տերևների դեղնումով։ Բույսը հարկավոր է ջրել ֆիլտրված կամ եռացված գոլ ջրով։ Ամռան շոգին բույսի սաղարթը երբեմն կարելի է ցողել ոչ սառը ջրով։ Ցիտրուսի ծաղիկներից, պտուղներից եւ տերևներից արձակած եթերային յուղի բույրն ամբողջ տանը թարմ շունչ է տալիս։ Ցիտրուսները հարկավոր է սնուցել փետրվարից մինչև օգոստոս ամիսները։ Բույսի հանգստյան շրջանը սկսվում է նոյեմբեր ամսից մինչև փետրվար։ Հանգստյան շրջանում հարկավոր է ջրել ոչ շատ առատ, փոխարենը հարկավոր է ցողել առատ, հատկապես եթե ջեռուցվում է սենյակը բույսին տերևաթափից պաշտպանելու համար։ Բույսին ծաղկման կամ պտղի ժամանակ խորհուրդ չի տրվում ցողել, սակայն կարող եք ցողել թաղարի շուրջը գոլ ջրով բույսին խոնավություն ապահովելու համար։ Ձմռանը սենյակի ջերմաստիճանը չպետք է գերազանցի +15։ Ցիտրուսները հաճախ վարակվում են վնասատուներով, դրանք են բահանակիրը, լվիճները եւ տզերը։ Դրանցից ազատվելու համար հարկավոր է օգտագործել թունաքիմիկատներ։ Ցիտրուսային բույսերի հողը հարկավոր է պատրաստել ճմահողից, տերևահողից, ավազից եւ հումուսից։ Չմոռանաք բաժանորդագրվել եւ մեկնաբանություններում գրել, թե որ բույսից կցանկանայիք պատմեմ։